Ողջույն բոլորին, շուրջ 10 տարի մեզանից պահանջվեց ինձանից եւ Լիլիթից, որ մենք կարողանանք մեր պրակտիկ փորձը բացի այցելուների հետ աշխատանքից, տրեյնինգներ վարելուց, նաեւ հաղորդումների միջոցով փոխանցենք մեր հետևորդներին։ Ես Արմինե Ադամյանն եմ, 11 տարվա պրակտիկ փորձով, հոգեբան, հոգեթերապևտ։ Լիլիթ, դու նույնպես ներկայացի։ Ես Լիլիթն եմ Բալայան, ես եւս հոգեբան, հոգեթերապևտ։ Արմինեի հետ սկսել ենք միասին մեր աշխատանքային ուղին եւ այսօր փորձում ենք օգտակար լինել նաեւ ձեզ։ Եվ այն թեմաները, որոնք մենք ընտրել ենք այս հաղորդման շրջանակներում, դրանք այն թեմաներն են, որոնք ամենաշատ ըստ երևույթին պահանջարկ ունեն ժամանակակից աշխարհում եւ հենց այսօրվա մեր թեման շատ քննարկվող հուզական ինտելեկտին է վերաբերվում։ Այսօր կխնդրենք Լիլիթը իր գիտելիքներով կիսվի։ Լիլիթ, ես էլ կփորձեմ իմ հարցերով ձեզ օգնել։ Եկեք սկսենք նրանից, ինչ է հուզական ինտելեկտը, ինչ է իրենից ներկայացնում։ Հուզական ինտելեկտը կարողություն է, հմտություն է մեր էմոցիաների, հույզերի ճանաչման մասին, որի նպատակն է օգտագործել այնպես, որ արդյունավետ եւ շահող կողմ լինենք մենք ինքներս։ Այսինքն էմոցիոնալ ինտելեկտի զարգացման արդյունքում մենք ունենում ենք գիտելիքներ մեր հույզերի մասին, մեր ապրումների մասին, դրանք կառավարելու մեր մեխանիզմների մասին եւ թե ինչպես արձագանք ենք այս կամ այն իրավիճակներին, որոնք արդյունավետորեն կտան իրենց վերջնարդյունքները մեզ։ Լավ, շատ լավ։ Լիլիթ, իսկ կարող եք ասել, հուզական ինտելեկտը դա ի ծնե ինչ-որ կարողություն է, որը մենք ժառանգում ենք, թե կյանքի ընթացքում այն ձևավորվում է, ո՞նց է առհասարակ հուզական ինտելեկտը ձևավորվում։ Էմոցիոնալ ինտելեկտը, նույն հուզական ինտելեկտը ոչ ոք չի ծնվում էմոցիոնալ բարձր ինտելեկտով։ Սա հնարավոր է զարգացնել եւ նույնիսկ անհրաժեշտ է զարգացնել դեռ մանկուց, գուցե անդրադառնանք նաեւ այս մասին, բայց այն կարող է եւ մարդը իր կյանքի ընթացքում, հատկապես այսօրվա ժամանակակից աշխարհում, որտեղ ստրեսները շատ են ավելի օրվա կտրվածքում, լարված պահերը շատ են եւ արդյունքում մարդը տուժում է, իր հոգեկան առողջությունը տուժում է, շատ կարեւոր է որպեսզի զարգացնի իր ինտելեկտը էմոցիոնալ առումով եւ ճանաչի, թե նշեմ մի քանի բաղադրիչ, որի միջոցով կարող ենք հասկանալ, այո, եւ զարգացնել։ Դրանցից առաջինը ինքնաճանաչման process-ն է։ Երբ որ մարդը հստակ գիտակցում է եւ տալիս է անվանում իր ապրած հույզին։ Այս իրավիճակում ես ջղայն եմ, այս իրավիճակում ես տխուր եմ, այս իրավիճակում լարված եմ, ագրեսիվ եմ եւ այլն, ուրախ եմ։ Սա հնարավորություն է տալիս, որպեսզի մեր հոգեկանը ընտրի հարմար մեխանիզմ ի պատասխան այդ հույզի։ Լավ։ Ինքնաճանաչման երևույթը ամենակարևոր բաղադրիչն է, որը տանում է արդեն ինքնակարգավորման։ Ինքնակարգավորման ընթացքում արդեն կարողանում ենք ճանաչելով մեր հույզերը ընտրել մեզ համար հարմար մեխանիզմներ։ Արձագանքման հարմար մեխանիզմներ։ Լիլիթ, այդ նշեցիք ձեր խոսքում, որ ինքնակարգավորումը, ինքնաճանաչման ընթացքում արդեն կանգնում ենք մի կետում, որտեղ ինքնակարգավորման խնդիր ենք ունենում։ Ինչ եք հասկանում ինքնակարգավորում ասելով, ոնց կարող ենք հասկանալ, որ մարդու մոտ ստացվում է ինքնակարգավորման մեխանիզմը։ Նախ նշեմ, որ յուրաքանչյուր մարդ գիտակցված, չգիտակցված ունի իր ինքնակարգավորման մեխանիզմները։ Սա ավելի շատ գիտակցվածության մասին է, թե ինչպես է մարդու գիտակցվածությունը արձագանքում տեղի ունեցած իրավիճակներին։ Կոնֆլիկտային իրավիճակներին, ինչ-որ դժբախտ իրավիճակներին կամ շատ ուրախ պահերին յուրաքանչյուր մարդ ունի իր դրսևորման եւ այդ վիճակը կարգավորելու իր մեխանիզմը։ Իսկ ես ճիշտ եմ հասկանում, որ եթե մենք խոսում ենք էմոցիոնալ ինտելեկտի արդեն բարձր մակարդակի մասին, ապա դա նշանակում է, որ պետք է մարդը կյանքի ընթացքում նաև իր ինքնակարգավորման
մեխանիզմները զարգացնի։ Օրինակ, X իրավիճակում ինքը կարգավորման ուներ ագրեսիվ ձև, բայց ինտելեկտի հուզական ինտելեկտի բարձրացման հետ դա նաև որ ընտրենք այն տարբերակը, որը քիչ վնաս կտա մեզ եւ մեր շրջապատին։ Ճիշտ եք հասկանում լիովին, այստեղ հարցը այն է, որ երկար process է, երբ որ մարդը կարողանում է հասկանալ իր հույզը եւ սովորում է այն հմտությունը, որը կառավարում է այդ հույզը։ Կառավարում է այնպես, որ չտուժի այդ հարաբերությունը։ Էմոցիոնալ ինտելեկտի կարևոր բաղադրիչներից մեկը այն է, որ հարաբերությունները տանում ենք մի ուղղությամբ, որտեղ ոչ մեկ չի տուժում։ Օրինակ, արտահայտում ենք մեր քննադատությունը կամ հակառակ կարծիքը առանց դիմացինին մեղադրելու, վնասելու, լսում ենք առանց գնահատականների։ Սա կարևոր բաղադրիչ է, երբ մենք կարողանում ենք արդյունավետ փոխհարաբերություններ կառուցել եւ առանցքային է այն մասը, որ հարաբերությունները արդյունավետ համարվում են ոչ թե այն դեպքում, երբ կատարվում է այնպես, ինչպես քեզ է պետք, այլ այն դեպքում, երբ հարաբերությունները դասավորվում են փոխշահավետ, այսինքն չի տուժում հարաբերությունը։ Այո, արտահայտմանը զուգահեռ չենք կորցնում նաև ինչ-որ հարաբերություններ։ Լիլիթ, իսկ կարծում եք դա հնարավոր է առանց ինչ-որ անձնային աճ ապրելու, առանց թերապիայի մարդը ինքն իրենով կարող է այդ հնարավորությունը իրեն ընձեռել։ Իհարկե, անձնային աճ ասելով նաև թերապիան շատ մեծ դեր ունի այստեղ, կարևոր է, բայց մարդը ինքնուրույն եւս կարող է զարգացնել իր ներսում, կարդալով գրականություն այս մասին, ճանաչելով, ես նույնիսկ կարող եմ առաջարկել հույզերի մոնիտորինգ տեխնիկան, այն շատ հետաքրքիր է, ընկերներ կարող եք փորձել, օրվա կտրվածքով գրի առեք ձեր հույզերը եւ փորձեք հասկանալ, թե ինչ հույզեր եք օրվա մեջ ավելի շատ զգում եւ որքանով է դա ձեզ դուր գալիս։ Հա, օրինակ ապրեցինք հույզը, ավելի շատ նկատեցինք, որ ուրախություն, տխրություն, զայրույթ, ագրեսիա եւ արդյոք այս պատկերը մեզ դուր գալիս է։ Արդյոք սա կարող է մեզ տանել արդյունավետության, ինքներս մեզ հետ փոխհարաբերության մեջ։ Հա, այսինքն հավանաբար դուք խոսում եք այն տեխնիկայի մասին, որ ինքնավելուծության նման մի բան է։ Ինքնավելուծության նման է, բայց այստեղ կարևոր է, որ հույզերին ենք անդրադառնում հենց, թե ինչ հույզ ենք զգում այս կամ այն իրավիճակում եւ որն է գերակշռում մեր օրվա շաբաթվա կտրվածքով մեր ներսում։ Այո, եւ հետո երբ մարդը իր համար արձանագրում է, որ օրինակ շաբաթվա կտրվածքով ինքն ավելի շատ առնչվեց ագրեսիայի հետ կամ ուրախության հետ կամ տխրության հետ, հա, ինչ պետք է անել դրանից հետո։ Նախ գիտակցվածությունն է պետք բարձրացնել, հա, որքանով է դա իրեն պետք։ Ինչ գին է վճարում ինքը այդ ագրեսիվության համար։ Արդյոք դա կարող է տանել արդյունավետ որևէ հարաբերության, գործնական, ընտանեկան, միջանձնային կապ չունի։ Հա, երբ որ գիտակցվածությունը հասնում է այն մակարդակի, որ մենք ոչ մի շահույթ չունենք այս իրավիճակից, հա, ոչ միտեղ մեզ չի տանում, արդեն մարդը ինքն իրեն ուզում է փոխել իրավիճակը։ Հաճախ, հա, Արմինե ջան, կփաստեք, որ մեր այցելուները հենց դիմում են այն հարցով, որ ուզում ենք փոխել, բայց փոխելու եղանակը եւ ձևը չեն գտնում։ Այստեղ շատ կարեւոր է նկատել, որ փոխելու ձևը մեր ներսում է եւ մեր գիտակցության, մեր հույզերի ճանաչելու, դրա արձագանքման ձևերին տիրապետելու մասին։ Այո, ես լիովին համաձայն եմ Լիլիթի հետ, քանի որ պրակտիկայում մեր այցելներից շատերը, երբ ինչ-որ արդյունք ենք արդեն տեսնում, շնորհակալություն են հայտնում եւ այլն, բայց այս դեպքում ես միշտ նշում եմ, որ այդ ռեսուրսը ձեր ներսում է եւ իրականում թերապիան ընդհանրապես ձեզ ճանապարհ ցույց տալու միջոց է, բայց ռեսուրսը ընտրությունը դա ձերն է եւ այո, յուրաքանչյուրը շատ կարեւոր է, որ գտնի իր, հա, ինքնակարգավորման մեխանիզմները եւ այլն։ Շատ լավ, Լիլիթ, հուզական էմոցիոնալ ինտելեկտի մասին խոսելիս, եթե անդրադառնանք ծնողներին, հա, ովքեր պետք է իրենց ներդրումը տան երեխաների այս ինտելեկտի, որտեղ հավանաբար ինչ որ մի փուլում դրա պատասխանատուն ավելի շատ ծնողն է, քան երեխան, ինչ կարող ենք 1-2 խորհուրդ տալ ծնողներին, որպեսզի կարողանան իրենց երեխաների հուզական դրսևորումները նախ կառավարեն ճիշտ եւ հետո նաեւ փորձեն ապահովեն այն, որ երեխան հետագայում կունենա բարձր հուզական ինտելեկտ։
Շատ լավ հարց է իրականում, որովհետև հենց մանկությունից է կարևոր բարձրացնել հուզական ինտելեկտը եւ նպաստել, օգնել երեխային, որ ճանաչի իր հույզերը։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք զրուցենք երեխայի հետ, ընդհանրապես տարական գիտելիք փոխանցելով, որն է ուրախությունը, որն է տխրությունը, զայրույթը եւ այլն, ցույց տալով եւ մատնանշել, թե որ իրավիճակներում որ հույզն ենք զգում։ Նախ տալիս ենք գիտելիք երեխային, հետո սովորեցնում ենք օրինակ թե ինչ ես զգում, երբ խաղդ կիսատ է մնում։ Սովորեցնում ենք երեխային խոսալ հույզերի մասին վարքի փոխարեն։ Տխուր ես, դրա մասին արժե խոսալ, ավելի լավ է այդպես, քան լռել կամ հարվածել, հա, եւ այսպես բոլոր հույզերի մասին կարիք կա, որ ծնողը երեխային լուծումներ ցույց տա, ավելի արդյունավետ ձևեր ցույց տա, ինչպես կարող ենք արձագանքել այդ հույզերի դեպքում։ Նաեւ կարող ենք հարցնել, իսկ ո՞րն է լավ ընկերը, իսկ ո՞րն է անկարգ ընկերը, հա, որպեսզի նախ հասկանանք երեխան ինչպես է անցալում աշխարհը եւ շրջապատը եւ հետո արդեն ուղղորդենք ինչ որ ձևերի, այո։ Եվ Լիլիթ, եթե թույլ կտաք, ես այսպեսի մի բան ավելացնեմ, օրինակ, երբ երեխան ասում է ես ջղայնացած էի, դրա համար խփեցի, հարվածեցի եւ այլն, կարծում ձեր ասածից էլ կարող ենք հետեւություն անել, որ այդ դրսևորման ձևի մեջ ծնողը առաջարկի ավելի օպտիմալ լուծում։ Օրինակ, եթե ջղայնացած էիր, գայր ինձ առաջարկեր միասին դուրս գայինք զբոսնեինք, հա, այսինքն ինչ որ մի այլընտրանք, քան այն ինչը երեխան անում է, ճիշտ եմ հասկանում։ Ճիշտ եք հասկանում, ես հիմա հիշեցի հաշվելու տեխնիկան, որ կարող ենք երեխաներին օգնել, որ ջղայնացած պահին կամ ամենակարոտած պահին, երբ որ դու տխուր սպասում ես մայրիկին, հայրիկին, հա, հաշվելու մեթոդը մի քանի թիվ հաշվում ենք, մինչև տեղի կունենա կամ կավարտվի քո ներսում այդ հույզերը, շնչառական վարժություններ կարող ենք սովորացնել, բայց ամենակարևորը նշեմ, որ մինչև երեխային ցույց տալ ձևերը, մենք պիտի նույնականանանք այդ ձևերի մեջ, ցույց տանք եւ արտացոլենք եւ երեխան շատ ինքնակամ կվերցնի ու կվերադարձնի դա մեզ։ Այո, համաձայն եմ, ինչպես ասում են, մի վարքը 1000 բառի փոխարեն, այդպիսի արտահայտություն կա եւ շատ կարեւոր է նաեւ իհարկե ծնողների հուզական վիճակը, որը անմիջական ազդեցություն կարող է թողնել երեխայի վրա։ Շատ լավ, Լիլիթ, քանի որ մեր հաղորդումների ֆորմատն այնպեսին է, որ մի փոքր այսպես կարճ պետք է խոսենք, եկեք հասկանանք մեր հաջորդ այս թեմայի շարունակությունը, ինչ կարող ենք մեր հետևորդներին տալ, որովհետև կարծում եմ թեման շատ լայն, ընդարձակ թեմա է եւ անդադար կարելի է խոսել։ Կարող ենք մեր հետևորդներին խոստանալ, որ նաեւ հուզական ինտելեկտը բարձրացնելու ուղղությամբ կառաջարկենք ինչ-որ տեխնիկաներ, վարժություններ, որոնք առանց թերապիայի գնալու հնարավոր է անել։ Կարող ենք մտածել նաև այդպես տեխնիկաների շարք, որը կարող ենք փոխանցել ինքնակարգավորման համար։ Արի առաջարկում եմ նաև հնարավորություն տանք հետևորդներին գրել իրենց համար ցանկալի կամ հետաքրքրված թեմաներ, որոնցով գուցե մեզ օգնեն, փոխանցենք իրենց այդ ինֆորմացիան։ Դրա համար կխնդրենք, որ դուք էլ լինելու շատ ակտիվ մեկնաբանություններում, ձեր կարծիքներով, առաջարկող թեմաներում, որից հետո մենք մեր հաղորդումների շարքը հենց այդ սկզբունքով էլ կառաջնորդվենք։ Լավ։ Շնորհակալություն։ Լավ մնացեք։